փառք Աստծուն յուրաքանչյուրիդ համար։ Դու մեծ միսիա ես իրականացնում։ Դու եկեղեցու մեծ միսիա ես իրականացնում։ Այն մթնոլորտը, որ դու ստեղծում ես այստեղ, այն սերը, որ դու ցույց ես տալիս, ամեն այն բարությունը, այն ժպիտը, այն ուրախությունը, դա մեծ միսիա է, գիտես։ Մենք երբեմն միսիան շատ մեծ գործերի տեսքով ենք պատկերացնում, բայց ուզում եմ ասեմ, ամեն օր քո ցանած սերը, ուրախությունը, խաղաղությունը, հոգատարությունը, այդ մթնոլորտը, որ դու ստեղծում ես Աստծո տան մեջ, դա ամենամեծ միսիան է, որ դու կարող ես անել եւ փառք Աստծուն դրա համար։ Սիրելիներս, այսօր ուզում եմ կիսվել մի խոսքով, որը ես վերնագրել եմ այսպես՝ թույլ մի տուր գողը գողանա։ Գիտես, մենք ունենք բարի հովիվ, ով որ մեզ համար հոգատանում, ով որ մեզ համար պաշտպանում, ով որ առաջնորդում է իր գառներին, բայց մենք գիտենք, որ մենք ունենք թշնամի։ Մենք ունենք թշնամի, որի անունը գող է։ Գիտես, իրականում նրա էությունն է այդպեսին, որ ինքը ուզում է գողանա այն թանկ բաները, որը որ մենք Աստծուց ունենք մեր կյանքերում որպես օրհնություն, ինքը դրանից իր տեղը չի գտնում, հասկանում ես։ Իա լավ չի, ինքը պայթում է իր մեջ, որ տեսնում է, որ Աստծո մարդիկ թանկ բաներ ունեն իրանց կյանքում, Աստծուց տրված ու վայելում են այդ ամեն ինչը, ու դա իրանց է պատկանում, ու ինքը գիտես ինչ, ու քանի որ իր էությունը այդ գողն է, ինքը ուզում է ինչ որ ձևերով, ինչ որ հնարքներով մի բան անի, որ մեր կյանքերից ինչ-որ մի կարևոր բան գողանա։ Հովհաննեսի ավետարան 10-րդ գլուխ 10-րդ խոսքը ասում է. Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա, սպանի եւ կորցնի, բայց ես եկա, որ կյանք ունենան եւ ել ավելի ունենան։ Ինձ այնքան դուր է գալիս, որ այս խոսքը չի կանգնում, վերջակետ չկա այնտեղը, որ գողը գալիս է, որ միայն գողանա, սպանի, կորցնի, ոչ շարունակություն կա, Հիսուս ասում է, ես եկա, որ կյանք ունենաք եւ ել ավելին ունենաք, ամեն, հալելույա, ու այնքան լավ է, որ մենք բարի հովիվ ունենք, Հիսուսը ինքը մեզ պաշտպանում է, ինքը հոգատան մեզ համար, բայց նաեւ մի բան եմ ուզում ասեմ, մեզ պետք է Տիրոջից կախված լինենք, Տիրոջ այդ մտերմություն ունենք, որովհետեւ ինքը նաեւ մեզ իմաստությամբ առաջնորդում է, դերը մեզ իմաստություն է տալի, որ մենք զգուշություն անենք նաեւ մեր ճանապարհներին, մենք զգուշություն անենք մեր կյանքում, մեր այգին, մեր Եդեմը, որ մեզ վստահված է, ամեն, որտեվ գիտես Ադամին ասեց երկու բան կա, որ ես քեզ ուզում եմ, որ Եդեմում անես, դրել եմ այս այգու մեջ, որ դու խնամես եւ պաշտպանես, խնամես եւ պահպանես, այնքան մեծ բաներ է, այսինքն մենք էլ մեր բաժինն ունենք, որ պետք է անենք, Աստված իր հոգին դրել է մեր մեջ եւ իր հոգով մեզ առաջնորդում է, իր խոսքն ա տվել, որ մենք մեր ճանապարհներից զգուշություն անենք։ Ինչպես Պողոս առաքյալն էլ ասում է, մենք անտեղյակ չենք թշնամու հնարքներին։ Գիտենք իր տակտիկան, իր ստրատեգիան, ինչ է ուզում անի, ոնց է, եւ քանի որ գիտենք, մենք նաեւ զգուշություն ենք անում, մենք պաշտպանված ենք, ապահովություն կա։ Մենք խնամում ենք մեր այգին, հոգ ենք տանում եւ երկրորդը պահպանում ենք, պաշտպանում ենք, որ օծը տեղ չունենա մեր այգին մտնելու եւ մեր այգին ինչ որ ձևով փչացնելու։ Եվ գիտես, ես ու դու պիտի շատ զգոն լինենք եւ մեզ տրված է այդ իշխանությունը, նրան թույլ չտալու եւ արգելելու, որ հանկարծ նա մեր կյանքից չգողանա, ինչը չգողանա, չգողանա ամենաթանկ բաներից մեկը հավատքը, որտեղ հավատքը Աստծո հետ մեզ շփման լեզուն է, սիրելիս։ Երկնքին կապած լինելու լեզուն է։ Մենք հավատքի միջոցով է երկնքից Աստծուց բաները գալիս մեր կյանքի մեջ։ Քան կարևոր է որ դու հասկանաս, երբ որ ինքը կասկածով թերահավատությամբ մոտենում է քեզ, դու հիմացի իր ձեռագիրը, սիրելիս։ Դու ասա ետիցս գնա, սատանա, ես գիտեմ քո տակտիկան, ես գիտեմ քո ձևերը։ Ես հավատք ունեմ Տիրոջից, ես նրան եմ վստահում, իմ կյանքում ամեն բան նրանից է, նրանով է եւ դեպի նա է, ամեն, հալելույա, եւ նա կփախչի քեզանից։ Սիրելիս, ամուր բռնիր քո փրկությունը եւ թույլ մի տուր, որ գողը գողանա, երբ որ դու գիտես, որ Քրիստոսն է ճանապարհը եւ Քրիստոսով է քո փրկությունը, դու ուրիշ ճանապարհների եւ ուրիշ առաջարկների չես համաձայնվի, ինչքան էլ որ գողը ուզենա բերի քո կյանքի մեջ։ Դու կասես մեկ Տեր ունեմ, մեկ ճանապարհ ունեմ եւ մեկ փրկություն, որի անունն է Քրիստոս Հիսուս։ Ամեն, հալելույա։ Երբ որ դու զգոն ես եւ թույլ չես տալիս, որ սատանան գողանա քո կյանքից խաղաղությունը եւ սերը։
Գիտես կարող է շուրջդ փոթորիկներ լինեն, անհանգստացնող միջավայր, նորություններին նայում ես ինչ-որ բաները, բայց դու մի հատ աստվածային խաղաղություն ունես, Աստծո շալոմն է քո ներսում, որ ամեն մտքից վեր է։ Ամեն մտքից վեր է, որ մեր անձերը խաղաղության մեջ է պահում, սիրելիս, դա այս աշխարհի խաղաղությունը չի։ Ու գիտես, երբեք թույլ չտաս, որ սատանան գողանա այդ աստվածային խաղաղությունը քո կյանքից, դա այնքան թանկ է։ Հավատացնում եմ քեզ, դա այն է, երբ որ նավը փոթորիկների ալեկոծվող ալիքների մեջով գնում է, բայց ներսում խաղաղություն կա, վստահություն կա, որ մենք կհասնենք այն ափը, որովհետև վերջի վերջո մեր առաջնորդը մեկն է, որ ինքը ալիքներին էլ սաստում է եւ հրամայում է եւ նրանք խաղաղվում են։ Ամեն։ Սերը գիտես այնքան թանկ բան է Աստծո սերը։ Վերջի վերջո բոլոր հարաբերությունները քաղցրացնողը, կառուցողը դա սերն է, սիրելիս, դա սերն է։ Սերը նաև երջանկացնում է մարդուն։ Երբ որ դու ընդունակ ես Աստծո սերը ընդունելու եւ այդ սիրով սիրելու քո կողքը եղող մարդկանց, դու երջանիկ մարդ ես այդ ժամանակ։ Ու գիտես, սատանան էլ դա լավ գիտի։ Լավ գիտի սիրո զորությունը մեր կյանքերի մեջ։ Դա թանկ բան է, դա շատ ուժեղ բան է, դա երկնքից եկած մի բան է մեր կյանքերում։ Երբեք թույլ չտաս, որ հանգարց գողը փորձի գողանա սերը քո կյանքում։ Դու միշտ իմացի, դու մի հատ sense կանալ ես, խովակ ես, որ Աստծո սերը sense պիտի լցվի, ինչպես խոսքն ասում է, եւ նրա հոգով սերը սփռեց մեր սրտերի մեջ։ Ամեն։ Ինչ արի, ինքը սփռեց, տարածեց, լցրեց մեզ, որ ինչ անենք, մենք էլ այտենց փոքրիկ առու չլինենք, sense այն ծորակից փոքրիկ sense կատկաթացող, այսպես գետ լինենք, մեզնից էլ գնա մեր կողքը։ Մի խնայիր, սիրելիս, ընտանիքիդ դուր Աստծո սերը։ Եկեղեցուն դուր Աստծո սերը, քո շուրջ եղող մարդկանց դուր Աստծո սերը, դա հզոր մի բան է։ Երբեք թույլ մի տուր թշնամուտ, որ գողանա մարդկանց հետ քո ունեցած հարաբերությունները։ Մարդիկ թանկ են, սիրելիս, մարդիկ թանկ են։ Դու գիտես, որ մի բան ասեմ քեզ, որ երկինք գնանք, այնքան նյութական բաներ կան, որ մեր հետ երկինք չի մտնելու, չի գնալու։ Բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, հարաբերությունները մի բան է, մարդիկ մի բան են, որ լինելու են այնտեղ։ Այն հարաբերությունները, որ այսօր մենք ունենք մեր կյանքում եղած թանկ մարդկանց հետ, դա մի բան է, որ երկինք մտնելու է։ Դա երկինք մտնելու է։ Այդ հարաբերությունները մենք այնտեղ չի որ սովորում ենք կառուցել, այստեղ է Աստված մեզ սովորացնում, գնահատել, սիրել, կառուցել, թանկ համարել մարդկանց մեր կյանքում։ Մարդիկ իրական օրհնություն են իմ ու քո կյանքում։ Դու էլ ես օրհնություն ինչ որ մեկի կյանքում, ամեն, հալելույա։ Դրա համար թույլ չտաս, որ կտեսնես մի հատ տակտիկա, որ ուզում է մի հատ մեկից քեզ հարազատ մարդուց գա, մի հատ բամբասանք, մի հատ վատ խոսք, մի հատ, չգիտեմ, մի հատ sense սխալ սեր, դառը արմատ, մի բան, որ ուզում է գցի քո մեջ, որ դու ներսևանց տրամադրվես այն մարդուն, ախր բայց դու գիտես, բայց դու ինչ ես տրամադրվում այդ մարդուն։ Հələ մի հատ սթափ մտածի, էլի։ Այդ ժամանակ նկատիր ոչ թե ինչ-որ մեկից կողքից ասածը, որ մի բան sense տեսել ես, մի հատ նայի այդ մարդու վերաբերմունքը եւ արած բաները քո կյանքում, ինչքան ես իրանով օրհնված եղել։ Ու էդի հիշի, դա տես, նորից ներսումդ բորբոքի քո սերը, քո հարգանքը այդ մարդու նկատմամբ։ Գիտես, թույլ մի տուր թշնամին գողանա ֆինանսները քո կյանքում։ Ես ինչ նկատի ունեմ։ Այսօր աշխարհը այնքան զանազան առաջարկներ է անում։ Գիտես, մարդիկ այսօր տարված են անում, որ շատ հեշտ եւ արագ գումարներ վաստակեն։ Սատանան էլ օգտագործում է դա։ Մեկ էլ կարող է ասենց գա Աստծո մարդու կյանքի մեջ, բերի մի հատ առաջարկ, ասում է, գիտես, մի հատ այս բանը կանես ու տասնապատիկ, հարյուրապատիկ, բայց ի՞նչ է պետք մեզ։ Մի հատ հələ նստիր, որ ասում է ծուր նստենք, դուս խոսենք, էլի, որ մի հատ հասկացի, Աստծուց է դա։ Աստծուց է դա։ Ես մի հատ փոքրիկ օրինակ եմ ուղակի բերում։ Կարող ասես նստես, ասես, չէ, լսի, սա ինչ ճանապարհը չի։ Սա ոնց որ թե ծուղակի է ավելի նման։ Մեզ Աստծո իմաստությունն է պետք, սիրելիներս։ Մեզ պետք է Աստծո հոգու հետ մտերիմ լինել, Աստծո խոսքով առաջնորդվել, որովհետև նա ճրակ է մեր ոտքերին։ Տերը կլուսավորի, Տերը քեզ հայտնություն կտա։ Սուրբ Հոգին կբացի քեզ շատ բաներ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, սիրելիս։ Ինչի եմ խոսում Աստծո հոգու հետ մտերմության մասին, որովհետև Աստված մեզ դնում է մեր ամրոցի պարիսպների վրա որպես դետեր։ Դետերը գիտես, որ նայում է պարիսպի վրա, չէ, հեռուն է տեսնում, շարժն է տեսնում շուրջը, այդ ամրոցի բերդի շուրջը ինչա կատարվում։
Հենց մի հատ շնամական տեղաշարժա տեղի ունենում, չէ, այդ դետը արթուն է։ Ինքը տեսողություն ունի, ինքը կարողանում է նկատի այդ տեղաշարժերը։ Ու ինչա հայտնում է քաղաքին եւ այնտեղ ամեն պաշտպանական բաները արդեն միջոցները ձեռք են առնում։ Սենես մենք էլ Աստծո դետերն ենք։ Մենք Պարիսպի վրա կանգնած մարդիկ ենք, մենք չպիտի քնենք։ Մենք պիտի արթուն եւ զարթուն լինենք։ Գիտես, որպեսզի գողը չգողանա, մենք պիտի արթուն լինենք։ Դետը պիտի արթուն լինի։ Քո կյանքի վրա, քո կյանքի ամեն բնակարարի վրա սիրելիս խնդրում եմ զարթուն եւ արթուն եղիր։ Ուշադիր եղիր Աստծո հոգին ինչ է ուզում քեզ ցույց տա եւ քեզ հայտնի։ Մենք գիտենք, որ մենք ամենագետ չենք։ Մենք ամեն բան, ամեն ժամանակ չենք կարող իմանալ։ Դա Աստծո բնորոշմանն է։ Աստված է ամենագետը։ Աստված գիտի ամեն ինչ, դեռ հələ տեղի չունեցած արդեն գիտի Տերը։ Եվ դրա համար էլ ի՞նչն է մեր առավելությունը։ Մենք պիտի Աստծո հոգու հետ մոտ լինենք, որ որ պահին ինչ պետք է մեզ հայտնել եւ ցույց տալ, ինքը կարենա մեզ ցույց տա։ Եվ մենք էլ ընդունակ լինենք տեսնելու։ Էսի գիտես, հոգեվոր մեր զգայարանները պետք է մենք վարժացնենք Սուրբ Հոգու մեջ։ Աղոթքի կյանքի մեջ, Տիրոջ հետ շփման մեջ պիտի վարժվեն մեր հոգևոր զգայարանները, որ որ Աստծո հոգին ուզում է մեզ բան ցույց տա, մենք այդ տեսողություն ունենանք, կարենանք տեսնենք որպես դետեր։ Նայեք, Ղուկաս 12:39-ը ինչ է ասում։ Ասում է, բայց սա իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգա, արթուն կկենար եւ թույլ չէր տա իր տունը ծակել, այսինքն կողոպտել։ Լավ խոսքա չէ, ասում է, եթե տանտերը իմանար, թե գողը որ ժամին կգա, արթուն կլիներ։ Սա ինչի մասին եմ ասում, սիրելիս, որ Աստծո խոսքը մեզ հորդորում է եւ ասում է. մոտ եղիր ինձ հետ։ Երբ որ ինչ-որ միտեղից մի վտանգ լինի, ես քեզ կհայտնեմ։ Եվ դու որպես տանտեր, որպես քո այգու այգեպան, դու տեղյակ կլինես։ Այդ մանր աղվեսները այդ որտեղից են ուզում մտնեն, որ քո այգին փչացնեն։ Այդ օծը որտեղից է ուզում մոտենա եւ ինչ որ մի բան քո կյանքում գողանա։ Ամեն, որովհետեւ իրականում մենք Աստծուց իշխանություն եւ զորություն ունենք։ Եթե արթուն լինես, սիրելիս, հոգեվորում մի հատ խոսք կհրճակես եւ թշնամին հանդիմանված կլինի։ Մի հատ խոսք կհրճակես Աստծո հոգով, հավատքի հոգով։ Վաու, իրավիճակները կփոխվեն։ Սատանան էլ գիտի դա։ Թշնամին գիտի, որովհետև ասում է Աստված մեզ դրեց Քրիստոս Հիսուսում երկնավորներում։ Մենք հիմա երկրի վրա ենք ապրում, բայց իրականում մենք Քրիստոս Հիսուսի մեջ երկնավորներում ենք։ Դա ինչ դիրք է, դա զորության եւ իշխանության դիրք է։ Դա մի բան է, երբ որ դու ամեն ինչի վրա վերևից ես նայում, ոչ թե մարդկանց վրա, ճիշտ եք, չէ՞, ինձ հասկանում։ Իրավիճակների, հանգամանքների, թշնամու, բոլոր հնարքների դու վերևից ես նա, վերևից ավելի լավ տեսողություն է։ Դա արծվի տեսողությունն է, սիրելիս։ Եվ նաև դա իշխանության զորության դիրք է։ Երբ որ դու մի բան տեսնես, կա այդ իշխանությունը, խոսես Քրիստոս Հիսուսի անունով եւ սատանայի գործերը քանդես։ Հիսուսը եկավ նրա գործերը քանդելու։ Նա տվեց մեզ կյանք եւ ավելի եւ տվեց իշխանություն ու զորություն, որպեսզի սատանան միշտ պարտված լինի։ Իմացիր, Հիսուսը իմ ու քո բարի հովիվն է եւ գիտես ինչ է անում, ասում է նա իմ առաջ, քո առաջ սեղանա պատրաստում մեր թշնամիների դիմաց։ Ինչա սեղանը, սեղանը հաղթանակի խորհրդանիշն է, սիրելի։ Դա նշանակում է, որ նա առավելություն է քեզ տալիս քո թշնամու նկատմամբ։ Տերն է տալիս։ Սեղանա պատրաստում, որ ուրախություն լինի քո տան մեջ։ Ուրախություն լինի եկեղեցու մեջ։ Ամեն, որտեղ հաղթանակը միշտ ուրախություն է բերում։ Հաղթանակ ուրախություն է բերում։ Սիրելիս, այս ինչ որ ես ասում եմ, իհարկե ամեն մեկս էլ, ես էլ կատարյալ չեմ այս հարցերում։ Մենք միշտ սովորում ենք, միշտ Աստծուց ընդունում ենք։ Ամեն մեկս էլ ունենք մի հատ փորձառություն, որտեղ մի բան թույլ ենք տվել, միտեղ արթուն չենք եղել, մի բան կարող է հասցրել թշնամին մի բան անի։ Բայց այնքան կարևոր է, որ ոնց որ սենց, եթե մի բան էլ կա, սենց սթափես էլի։ Մի հատ սենց ուշքի գաս, մի հատ ասես Տեր, որտեղ ինչ ես ոնց որ չնկատեցի, այդ որտեղ ես քնած եղա։ Այդ որտեղ ննջեցի մի պահ չնկատեցի, զգոնությունս կորցրեցի։ Գիտես, Աստված քեզ երբեք ուշ չի, միշտ կարա քո առջև սեղան պատրաստի, թշնամու դիմաց, թշնամին որպեսի ամոթահար լինի։ Գիտես, Հիսուսի կյանքում էլ սատանան ամոթահար խայտարակված եղավ։ Ինքը թվում էր, թե Հիսուսին հաղթել է խաչի վրա,
Բայց Հիսուսը, Աստված նրան, որ ասում է ամբողջ հոգևոր աշխարհի առաջ փառքով պսակեց, հաղթանակով մտավ երկինք Հիսուսը։ Գիտեք ինչ բառ է այդտեղ օգտագործված, տրիումֆ բառն է օգտագործված ունարենում։ Գիտեք տրիումֆը ում համար էին օգտագործում, այն հռոմեացի զորավարները, որ հաղթանակած պատերազմից հետո գալիս էին եւ մտնում էին Հռոմ։ Դա տրիումֆի շրջայց էր, ասենց ինքը մտնում էր իր կառքով, իր զորքն էլ հաղթանակած մտնում էր եւ պատիվներ էին տալիս այդ զորավարը։ Հիսուսը տրիումֆով, հաղթարշավով մտավ երկինք, սիրելիս։ Ամեն ու մենք նրանն ենք։ Մենք նրա մեջ ենք երկնավորներում։ Հասկանում ես, մեր Տերը արդեն հաղթել է եւ հաղթանակը մեզ ա տվել։ Գիտես, երկու տարբեր մոտեցում է, տրամադրվածությունը։ Երբ որ դու մտնում ես պայքարի մեջ, չիմանալով ինչա քեզ սպասվում, բայց ուրիշ բան է, որ դու գիտես, որ քո Տերը արդեն հաղթել է, հաղթանակը տվել է քեզ, դու մտնում ես պայքարի մեջ իմանալով, որ քո պայքարը պսակված է Տիրոջ կողմից հաղթանակով։ Ամեն, նրան լինի ողջ փառքը։ Հալելույա։ Ու որպես խորհրդապատկեր ես արթուն լինելու, ու մենք Սուրբ Հոգու հետ ինչպիսի մտերիմ հարաբերություններ պիտի կառուցենք։ Ես երբ որ այս խոսքը ստանալուց մի հատ պատկեր տեսա իմ առջև։ Գիտեք, մենք մեր Երևանի մեջ շենքում ովքեր որ եղել են տեսած կլինեն, երբ որ նախասրահ մտնում ես կենտրոնականից, ձախ կողմի վրա կա անվտանգության ծառայողների սենյակն է այդտեղ։ Գիտես, երբ որ դու մտնում ես այնտեղ, տենում ես կա անվտանգության ծառայողը մեր եւ իր առջև կան էկրաններ։ Ու այդ էկրանների վրա տարբեր տեսախցիկներից եկող պատկերներն է փոխանցվում։ Հիմա ես գիտես ինչի հետ եմ ուզում համատեմ։ Պատկերացրա, որ դու անվտանգության սենյակում ես եւ քո առջև կան էկրաններ եւ դու հնարավորություն ունես այդ էկրանների վրա տեսնելու ինչ որ տեղաշարժ, ինչ որ մի փոփոխություն, որ կատարվում է, որը որ այդ տեսախցիկները փոխանցում են։ Հիմա ուզում եմ դու պատկերացնես, որ Սուրբ Հոգին ուզում է այնքան մտերիմ լինես, որ երբ որ ինչ որ միտեղ մի բան ինքը քեզ ցույց տա եւ դու տեսնես, որտեվ հենց տեսար իշխանությունն էլ ունես, զորություններ ունես, հակառակ կանգնելու եւ սատանան կփախչի։ Ամեն, հալելույա։ Սիրելիներս, 20-րդ, 19-րդ դարի վերջին երկրորդ կեսին մի Աստծո հզոր մարդ կար, Ուիլյամ Բութ անունով, Աստծո համար շատ մեծ գործեր արել, բայց 1800-ականների վերջին մի կանխատեսում էր ինքը արել 20-րդ դարի համար, որը շատ ակտուալ է 21-րդ դարում։ Ես ուզում եմ իր խոսքերը կարդալ, եւ մենք տեսնենք նաեւ թշնամին ինչեր է փորձել այս ժամանակահատվածում գողանալ։ Ուիլյամ Բութը ասում է 20-րդ դարի վտանգը կլինի առաջինը կրոնը առանց Սուրբ Հոգու, քրիստոնեությունը առանց Քրիստոսի, ներումը առանց ապաշխարության, փրկությունը առանց նորոգության, այսինքն կյանքի փոփոխության, քաղաքականությունն առանց Աստծո, 6-րդը երկինքը առանց դժոխքի։ 6-ը կետ, որ ինքը ասում էր, որ 20-րդ դարում այս այն վտանգներն է, որ գալու են։ Հիմա ես իմ համեստ կարգավիճակից փորձել եմ 21-րդ դարի համար մի 7-րդ վտանգել ավելացնել, եւ ես իմ կողմից ավելացրել եմ դա հետեւյալն է. տեխնոլոգիաները առանց մարդկային շփման։ Տեխնոլոգիաները առանց մարդկային շփման։ Ինչի մասին է խոսքը, սիրելիս։ Պողոս առաքյալը դիմում է իր թղթում եւ ասում է. իմաստունների պես վարվեք, ժամանակները չար են, ասում է ժամանակը գնեցեք, ժամանակը ծախու առեք։ Այսինքն իմաստուն մարդը գնահատում է ժամանակը։ Իմաստուն մարդը թույլ չի տալիս նաեւ որ սատանան իր ժամանակը գողանա։ Գողանա այն կարևոր գլխավոր բաներից, որոնց ես եւ դու մեր կյանքում պիտի տանք այդ ժամանակը։ Գիտես, երկրորդական բաներ կան, այդքան կարևոր կան բաներ, որ այդքան կարևոր չեն մեր կյանքում, որ դրան այդքան ժամանակ չտաս, ոչ մի բան չի պակասի քո կյանքից, ոնց որ ասած, բայց կան գլխավոր ու կարևոր բաներ, որ մենք չպետք է թույլ տանք, որ փոքր աղվեսները մտնեն մեր այգին եւ դա փչացնեն եւ գոհանան։ Այո։ Հիմա ես ուզում եմ ասել, ժամանակը եւ մարդկային շփումը այնքան թանկ բան է, այնքան անհրաժեշտ բան է։ Ու գիտես, տեխնոլոգիաները ֆանտաստիկ արագությամբ են զարգանում մեր ժամանակներում։ Մենք արդեն մտել ենք արհեստական բանականության, AI-ի ժամանակաշրջան։ Ամեն ինչը աշխարհում մեր շուրջը փոխվում արդեն դրան համեմատ։
Մարդիկ արդեն սկսել են իրար հետ շփվելու փոխարեն, արդեն սկսել են արհեստական բանականության հետ շփվել։ Արդեն հարցերը նրան են տալի, պատասխանները նրանից են սպասում։ Ժամանակին նաև ինչով է դա մտնում քրիստոնեության մեջ, եկեղեցու մեջ։ Ժամանակին այն, որ մենք Սուրբ Հոգուն էինք այդ հարցերը տալիս, հիմա արդեն ուզում ենք ChatGPT-ին այդ հարցերը տան։ Ես ուզում եմ դուք ինձ ճիշտ հասկանաք։ Բոլոր այդ գործիքները լավ գործիքներ են ծառայացնելու համար, բայց վատ տերեր են։ Արհեստական բանականությունը կարա լավ ծառա լինի, բայց շատ վատ տեր։ Մեր հովիվ Արտուրն էլ մի հատ հետաքրքիր բան ասում է, արհեստական բանականությունը կարա քեզ ծառայի, եթե դու քո բնական բանականությունը չանջատես։ Գիտես, կան տեխնոլոգիական լավ գործիքներ, որը հեշտացնում են մեր կյանքը։ Նույն այդ ChatGPT-ին, որ ասում եմ, շատ ինֆորմացիա է տիրապետում, քեզ կարա օգնի շատ հարցերում, աշխատանքի մեջ, գործի մեջ, կարա շատ բաներ հեշտացնի, բայց ինչ եմ ուզում ասեմ, թանկագինս, այն երբեք չպետք է մեր կյանքում գա եւ զբաղեցնի Սուրբ Հոգու տեղը։ Հասկանում ես, մեր կյանքի ամենատարբեր իրավիճակներում ChatGPT-ին չի տալու մեր կյանքի խնդիրների, իրավիճակների պատասխանը։ Դա Սուրբ Հոգին է տալու։ Դա երկինքն է, որ խոսալու է իմ ու քո կյանքում։ Դա երկնքից Աստծո Հոգուց, որ մեր մեջ է, ես հիշում եք ասել, այն զորությամբ, որ ներգործում է ձեր մեջ, ասում է։ Մենք ստացել ենք այդ զորությունը։ Դրա համար մեզ այնքան կարևոր է, որ այս տեխնոլոգիական մեծ զարգացման փուլում, որ ես ձեզ ասեմ, այս առաջիկա տարիներին կարող ենք տեսնենք ինչպես են ռոբոտները փողոցներում քայլում մարդկանց հետ։ Մենք տեսնենք օդում սլացող մեքենաներ։ Այն ֆիլմերը, այն ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերը, որ կա, նայում ենք, ասում ենք, «Էս ինչ երևակայություն ունի այս ռեժիսորը, էլի»։ Բայց ինձ թվում է, ոնց որ սցենարները գիտեին արդեն իրական, դրա վրա ֆիլմ էին նկարում, էլի, բայց գալու էր դա մի 30 տարի հետո այդ ամեն ինչը իրականանալու էր։ Լսեք, մենք այն մարդկանցից չենք, որ Դոն Կիխոտի նման հողմաղացների դեմ կռիվ ենք տալու։ Մեզ պետք չի տեխնոլոգիաների դեմ պայքարել։ Ես ուզում եմ, որ դուք ճիշտ հասկանաք իմ այսօրվա ուղերձը։ Երբ որ ես ասում եմ վտանգը 21-րդ դարում տեխնոլոգիաներն է առանց մարդկային շփման, ես նկատի ունեմ, որ մենք թանկ բան ունենք, որը գլխավոր է, կարևոր է, եւ մենք պետքա թույլ չտանք, որ այդ տեխնոլոգիաները, որոնք այսպես թե այնպես, ուզենք թե չուզենք, դա արդեն կա մեր կյանքում եւ գնալով ավելի շատանալու է, որ դա չգողանա եւ չգրավի այդ շփման տեղը։ Ամեն։ Եվ երկու տեղ, որտեղ մենք միշտ պետք է ակտիվ պահենք մեր շփումը, առնվազն երկու տեղ։ Մեկը ընտանիքը եւ երկրորդը եկեղեցին, Աստծո ընտանիքը։ Այդտեղ պետք է շփումը առատ լինի, սիրելիներս։ Այդտեղ պետք է մենք տեխնոլոգիաների միջոցով չէ, որ մենք պետք է կենթանի շփում ունենանք։ Ես առումով երկու հումորային բան եմ, պատկեր եմ ուզում ձեր առաջ բերեմ, մի հումորային պատմություն, ասում եմ 2 ժամով տանը ինտերնետը գնաց, ասում է, ես շփվեցի ընտանիքիս անդամների հետ, պարզվում է բավականին հաճելի մարդիկ են։ Այնքան լավ է արտահայտում այս ժամանակների խնդիրը, որ բոլորը տանն են, բայց տանը չեն, տեղում չեն։ Բոլորը տանն են։ Մաման էլ, պապան էլ, երեխեքն էլ, տատիկ, պապիկն էլ, եթե կան, բոլորը տանն են, բայց բոլորը չգիտես ինչի ինչ որ բանով զբաղված են։ Երբ որ իրար բան են ուզում ասեն, Telegram-ի կամ WhatsApp-ի միջոցով մեսեջ են ուղարկում իրար։ Մեկը մի սենյակում է, մյուսը սերներս ընտանիքը եւ եկեղեցին, մենք պետքա իրար հետ կենթանի շփում ունենանք։ Մենք պետքա ուրախ լինենք իրար տեսնելու համար։ Գիտես, երեկոյան որ գալիս ես մտնում ես տուն, դու պիտի ուրախ լինես, որ ես այն պահն է, որ մտնում ես քո ընտանիք ու հարազատներին տեսնելու։ Երբ որ տանն են դիմավորում են դրսից եկողին, պետքա ուրախ լինեն, որ իրանցից մեկը, մաման, պապան կամ երեխան եկել է դուռը թակում է մտնում է ներս։ Գիտես, որտեվ ներսը պիտի խնջույք լինի, ներսը պետքա սեր լինի, խաղաղություն լինի, շփում լինի իրար հետ։ Մենք պիտի ուրախ լինենք իրար համար։ Մի այսպիսի հումորային նկար կար, էլի շատ լավ է նկարագրում, ուրեմն նկարագրումը ցույց է տալիս, տատիկն է նստած, մեծ սենց ճաշասենյակն է, տատիկն է նստած, ուրեմն կողքը նստած են, թորները, ծորները սենց հավաքված են, ու ամեն մեկը իր հեռախոսի ու պլանշետի մեջ ու վերնագիրն այդ նկարի, թորները եկել են տատիկին տեսնելու։ Լսեք, մենք ոչ մի տեղ չենք փախչելու սրանցից, սրանք մեր կյանքում կան,
Ես դες ասեմ մի քանի տարի կանցնի, այս շատ հնացած բանալ համարվելու։ Դեռ այնպիսի բաներ են գալու, որ մենք զարմանալու ենք։ Բայց ուզում եմ ասել, սիրելիս, երբեք թույլ չտաս, որ թշնամին տեխնոլոգիայի անվան տակ, ինչի անվան տակ գողանա մարդկային հարաբերություններ, մարդկային շփում քո կյանքից։ Հարաբերությունները գնալու են երկինք, սիրելիս։ Ամեն, հալելույա։ Առաջինը, որ ասում է կրոն առանց Սուրբ Հոգու։ Գիտես, հավատքը առանց Սուրբ Հոգու դառնում է կրոն։ Որովհետև երբ որ Սուրբ Հոգին չկա, հարաբերություն չկա, մնում է տակը ավանդույթ, կրոնական ծես, արարողություն։ Հասկանում ես։ Եվ կրոնի մեջ մարդիկ հիասթափվում են, կրոնի մեջ մարդիկ մարդկային ջանքն մնում։ Ամեն ինչի մեջ, փրկության հարցում, ամեն ինչում։ Կրոնը տանջում է մարդուն։ Կրոնը փորձում է ինչ անի, որ դու քո ուժերով բարձրանաս երկինք։ Ուտեղ ձախողվում է մարդը ու հիասթափվում է ու կոտրվում է։ Բայց հավատքը ի՞նչ է։ Հավատքը այն է, որ հասկանում ես Հիսուսը Աստված երկնքից իջավ, մեզ համար ճանապարհ պատրաստեց, որ մենք գնանք երկինք։ Վաու, ու մենք այնքան կարևոր է Աստծո հոգու հետ այդ հաղորդակցությունը։ Գիտես, փարիսեցիները Հիսուսի ժամանակ, այն ժամանակվա կրոնավորներն էին, որ հետևողական էին սովորույթին, ծեսին, պատվիրաններին, այդ ամեն ինչին, գիրը կար իրանց կյանքում, բայց հոգին չկար։ Իրանց սրտով, շուրթերով միգուցե Աստծո խոսքն էին ասում, բայց սրտերով հեռացած էին Աստծուց։ Եթե Սուրբ Հոգուն տեղ չտանք մեր կյանքում, սիրելիներ, ո՞նց մենք կարող ենք Աստծուն մոտ լինել։ Ամեն։ Հավատքը կենթանի է, հավատքը գործում է այն ժամանակ, երբ որ Աստծո Հոգին մեր մեջ է եւ նա այդ կենթանությունը բերում է։ Հալելույա։ Գիտես, դա նույնն է նրան ինտերնետ, անլար ինտերնետը, հա, Wi-Fi-ը։ Մենք որ միտեղ մտնում ենք, ուզում ենք տեսնենք այդտեղ կա, կարող ենք միանալ։ Մեկ լինում է միանում ես, իբրև թե Wi-Fi-ին միացած ես, բայց ինտերնետ կապը չկա։ Այդ նրան է ոնց որ քրիստոնյա լինես, քրիստոնյա կոչվես, եկեղեցում լինես, բայց Սուրբ Հոգու հետ այդ կապը չլինի։ Այնքան թանկ է սա։ Տեսեք, Աստծո խոսքն ասում է, որ նա մաղթում է, չէ՞, մենք օրինակ Երևանում ամեն ծառայության վերջում այս խոսքերը հռչակում ենք եւ ասում ենք Քրիստոս Հիսուսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը ձեր ամենքի հետ լինի։ Այս ուղղակի մաղթանք չի, էլի, սենց կենաց չի, որ Պողոս առաքյալը թղթի վերջում ասում է, վերջում եմ մի լավ բան ասեմ ու փակեմ, էլի, ոնց որ խոսքս։ Չէ, սրանք կարևոր բաներ են։ Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը։ Մենք կարիք ունենք։ Դրա համար ամեն առավոտ, որ արթնանում ես, ասա Սուրբ Հոգի, սա մի նոր օր է։ Ուզում եմ այս օրս քեզ հետ ապրեմ, խոսի ինձ հետ, առաջնորդիր ինձ, հասկացնել տուր ինձ, գիշերն էլ որ քնած եմ, ականջս բաց եւ քո կամքը լցրու իմ սրտի մեջ։ Ամեն, հալելույա։ Խոսա Աստծո Հոգու հետ, սիրելիս։ Խոսա։ Բաց եղիր, անգամ աշխատանքիդ մեջ մեկը ինչ որ մի բան Հոգին կարող է քեզ մի բան հայտնի։ Այնքան քաղցր պահեր է, որ Սուրբ Հոգին անձամբ քեզ բան է սովորացնում։ Ես օրհնված եմ եկեղեցու բոլոր ծառայության պարգևներով, հովիվներ, ուսուցիչներ, ավետարանիչներ, սովորում ենք, կրթվում ենք, տաշվում ենք, բարձրանում ենք, բայց այնքան հրաշալի է, երբ որ անմիջապես Սուրբ Հոգուց ես մեկ էլ մի բան ստանում։ Քեզ բան է հայտնում, խոսում է սրտիդ մեջ։ Ուժեղ է դա շատ զորավոր է։ Այսպիսով, սիրելիներս, Հոգու ներկայությունը, նրա զորությունը, աղոթքը, հոգու առաջնորդությունը կարևոր է, որպեսզի հավատքը մեր կյանքում չվերածվի ուղակի կրոնի ծեսի արարողության։ Երկրորդը, քրիստոնեությունը առանց Քրիստոսի։ Սիրելիներս, մենք պարզապես քրիստոնեություն չենք ընդունել։ Մենք ուղակի քրիստոնեության ինչ որ մի ուղղությանը չենք պատկանում։ Մենք կանչված ենք Քրիստոսին պատկանելու մեջ։ Մենք Հիսուս Քրիստոսին որպես անձ, մեր փրկիչ, մեր Տեր, մեր հովիվ, մեր Աստված, մենք նրան ենք պատկանում։ Ու այնքան կարևոր է մեր ամենօրյա քայլքի մեջ, որ մենք քայլում ենք, քայլենք Քրիստոսի հետ միասին։ Մենք պարզապես քրիստոնյաներ չենք։ Մենք պարզապես քրիստոնեություն չենք ընդունել, ուղղակի վարդապետություն չենք ընդունել։ Մենք ուղղակի բարոյական վարքականոններ կամ բարոյականության նորմերի ժողովածու չի, որ մենք ընդունել ենք։ Մենք Քրիստոսին ենք ընդունել մեր կյանքերի մեջ։ Ամեն, հալելույա։
Առաջին Կորինթացիս առաջին գլուխ 9-րդ խոսքում ասում է. հավատարիմ է Աստված, որի ձեռքով, այսինքն որի միջոցով կանչվեցիք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Այսինքն Քրիստոսի հետ կապ ունենալու, հաղորդակցություն, շփում ունենալու մեջ մենք Աստծո Հայր Աստծո կողմից կանչվել ենք, որպեսզի Հիսուսի հետ, ոնց որ Սուրբ Հոգու հետ, այդպես Հիսուսի հետ։ Ավելին ասեմ, ինչպես ենք մենք նաև Քրիստոսի կենթանի ներկայությունը մեր կյանքում վերապրում Սուրբ Հոգու միջոցով։ Գիտեք, ասեց, ես գնում եմ, բայց կուղարկեմ Մխիթարիչին, եւ նա ձեզ կսովորեցնի այն ամեն բաները, որ ես ձեզ ապատվիրել եմ։ Մի ուրիշ բան էլ Հիսուսը ասեց, ես գնում եմ, բայց միշտ բոլոր դարերում, մինչև աշխարհի վերջը, ձեզ հետ կլինեմ, ձեզ մենակ չեմ թողնի։ Սա նշանակում է մեր ամեն օրը մենք ունենք այդ հնարավորությունը Հիսուսի հետ ապրելու։ Ամեն, փառք Աստծուն, թանկագիներս։ Լաոդիկիայի եկեղեցու մասին հայտնության գրքում ինչա այնտեղ ասված։ Նկարագրում է, դուք գիտեք, 7 եկեղեցիներին ուղերձներն է գնում։ Եվ Լաոդիկիայի եկեղեցուն մի հատ բնութագիր է տալիս, ասում է, դու մտածում ես, դու հարուստ ես, անուն ունես, ամեն բան հաջողվել ես, ասում է։ Բայց ասում է, մի քիչ մոլորված ես ոնց որ թե, էլի, այդ ամեն ինչով։ Ասում է, ես դուռը թակում եմ, եթե ներս թողնես, կմտնեմ եւ իրար հետ ընթրիք կունենանք, խնջույք կունենանք։ Գիտեք, այս խոսքերը ես որ կարդում եմ, Տիրոջը մի անգամ ասի Տեր, ես ինձ չեմ ուզենա իմ հոգևոր կյանքի իմ ճանապարհի ինչ որ մի պահին հանկարծ հայտնվեմ այնց վիճակում, որ դու դրսից թակես իմ դուռը։ Գիտեք ոնց է, Հիսուսը պիտի ներսում լինի։ Հիսուսը պիտի, երբ որ մարդը դեռ Աստծուն չի ճանաչում, նորմալ է, որ Հիսուսը դրսից թակում է նրա դուռը։ Թակում է, որ նա բացի, որ ինքը մտնի, իրար հետ մտերմություն անեն, ճանաչեն իրար, քայլեն իրար հետ։ Լսեք, մենք ընդունել ենք նրան արդեն։ Հիսուսը մեր կյանքերի մեջ է։ Ու այնքան կարևոր է, որ ինքը դրսից չթակի մեր սրտի դուռը, ինքը մեր տան ներսում լինի։ Օրերից մի օր այդ պահերից մեկը, որ Սուրբ Հոգին խոսում է ինչքան թանկ է, շատ երիտասարդ էի դեռ։ Սուրբ Հոգին խոսեց, ասեց. «Արմեն, դու ո՞նց ես պատկերացնում։ Ես քո կյանքում եկել եմ, որպեսզի հյուր լինեմ, թե Տեր»։ Ասեց, դու գիտես, որ ես համաձայն չեմ, որ քո տանը ես հյուր լինեմ։ Ես Տեր եմ։ Գիտես, այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք, մենք մեր կյանքերը տվել ենք նրան։ Մենք չենք տվել 50%-ով, 70%-ով կամ նույնիսկ 99.9%-ով։ Մենք տվել ենք 100%-ով, ասել ենք Տեր, մենք ամեն օր ուզում ենք քո հետ քայլել, քո հետ ապրել։ Դու Տերն ես, առաջնորդի, սովորեցրու։ Երրորդը, ներում առանց ապաշխարության։ Գիտես, թանկագինս, այսօր սատանան ուզում է քրիստոնեության մեջ բերել այդ բանը, որ ապաշխարության կարիք չկա էլ մեր կյանքում։ Մի անգամ ապաշխարել ես բավական է։ Մի անգամ ասել ես կներես ներողություն բավական է։ Ու այնքան տարօրինակ է դա, ոնց որ գիտես, ամուսինը կնոջը ասի, ես 10 տարի առաջ մի անգամ ասեցի, չէ՞, քեզ կներես։ Հո ամեն անգամ չեմ ասելու։ Կամ որ ասում է, պսակադրության ժամանակ ասում է, կինը ամուսնուն ասում է, դու ինձ չես ասում, որ սիրում ես ինձ։ Ասում է, լսի, պսակադրության ժամանակ ասեցի, չէ, որ ես սիրում եմ։ Հո ամեն անգամ չեմ հիշացնելու դա։ Լսի, բաներ կա։ Այո, ամեն անգամ պետք է հիշացնես։ Տանը պիտի հիշացնես, որ դու սիրում ես քո տան անդամներին։ Պիտի հիշացնես։ Պիտի ասես ու դա պիտի լինի անկեղծ, որ լսողը հավատա այդ խոսքերին։ Նույնն էլ ներողությունն է, սիրելիս։ Ներողությունն էլ, երբ որ սխալ բան ենք անում, մեղք ենք գործում կամ սխալ բան ենք թույլ տալիս, մենք պիտի ընդունակ լինենք, ասենք, ներողություն եմ խնդրում, մեղք եմ գործել, սխալ եմ արել։ Ինչպես Աստծո առաջ, այնպես էլ մարդկանց առաջ։ Ես բաներ կա, մենք գիտենք, չէ, խաչի տեղը գիտենք։ Մենք Հիսուսի ոտքերի տեղը գիտենք։ Մենք տեղ ունենք։ Սիրելիս, երբ որ դու ինչ-որ մի բան մեղանչում ես քո կյանքում, երբ որ մի սխալ բան ես թույլ տալիս, իմացի դու տեղ ունես, ես տեղ ունեմ, խաչի մոտ, Հիսուսի ոտքերի առաջ, կգնաս, կխոստովանես, կապաշխարես, ներողություն կխնդրես, Քրիստոսի արյունը կմաքրի եւ կլվակես։
ու կանի ձյունից էլ ճերմակ։ Եթե մեղքդ կրկնակի կարմիրի պես լինի, Աստված խոստացել է եւ ասել է ձյունից էլ ճերմակ կանեմ։ Եվ սատանան մի դատապարտություն չի կարա ունենա իմ ու քո կյանքում։ Հալելույա։ Եթե մարդու նկատմամբ մի բան ենք անում ես ու դու, արի ուժ գտնենք իրար մեջ։ Ոչ թե ասենք թող գնա իր մեջ ինքը իր հարցերը լուծի Աստծո հետ։ Հəl գնանք ասենք սխալ եմ թույլ տվել քո նկատմամբ, հարազատս, ընկերս։ Ներողություն եմ խնդրում։ Գիտես ոնց ես հեշտացնում այդ մարդու կյանքը։ Ոնց ես հեշտացնում իրան, որ ինքը կարողանա ների, անցնի, հաղթահարի։ Եկեք իրար կյանքը հեշտացնենք թանկագիններս, եկեք չբարթացնենք։ Եկեք Աստծո առաջ էլ միշտ այդ տեղը, որ կա, հասկանանք, որ մենք այդ խաչի մոտ այդ տեղը ունենք եւ թշնամին չի կարողանա սա գողանա մեր կյանքից։ Չի կարողանա գողանա։ Եթե մարդու կյանքից սատանան գողացավ ապաշխարությունը, ներողություն խնդրելը, քաոս կգա նրա կյանքում, կդառնություն կգա, հարաբերություններ կփչանան։ Բայց եթե կա ապաշխարություն, եթե կա ներողություն, կա նաև վերականգնում, կա նաև ընտիր լավ հարաբերություններ։ Ամեն։ Չորրորդը փրկություն առանց նորոգության։ Նորոգություն, այսինքն առանց կյանքի փոփոխության, առանց կերպարանափոխման, առանց Հիսուսի նմանվելու։ Գիտես, մենք պարզապես միայն փրկություն չենք քարոզում։ Մենք քարոզում ենք Քրիստոսանմանություն, որ փրկված մարդը, մենք ամենքս, որ մի օր փրկվեցինք, մենք կանչվեցինք, որպեսզի նմանվենք մեր Տիրոջը, որ մենք փոխվենք, որ Աստված իր գործը անի մեր սրտերում, մեր բնավորության մեջ, ամեն բաներ կա, որոնք պետք է թողնենք, որից պետք է հրաժարվենք, այդտեղ պետք է նմանվենք մեր Տիրոջը։ Սա ուժեղ բան է, սիրելի, սա ուժեղ բան է։ Ես քեզ մի բան ասեմ, մեր կյանքերում մեր փոխված կյանքը, մեր փոխված բնավորությունը, մեր փոխված եսը ավելի ուժեղ է վկայում եւ քարոզում մարդկանց Հիսուսի մասին եւ փրկության մասին, քան մեր ճոխ խոսքերը։ Գիտես, երբեմն մենք կարող ենք ճոխ Աստվածաշնչից մեր բերումներով լավ խոսել։ Գիտես, ճարտար լեզուն չի, որ մարդուն բերում է Հիսուսին։ Մեր փոխված կյանքերը վկայություն են իրանց համար։ Ասեմ քեզ, մեր ընտանիքներում, եթե կան մարդիկ, որ դեռ չեն ապաշխարել, իրանց համար ամենամեծ քարոզիչը դա իմ ու քո փոխված կյանքն է։ Որ նախկինում էսպիսին ենք, որտեղ իրանք լավ կարող են գնահատեն, բայց ես ինչ եղավ, չէ, Աստված կենթանի է քո կյանքում։ Լսի, դու որ ես հարցում փոխվել ես, դու որ էլ նախկինի պես չես, այն որ դու ասում ես փրկություն, Հիսուս, հավիտենական կյանք, երկինք, հիմա հավատում եմ։ Հիմա հավատում եմ։ Հաջորդը, 5-րդը, քաղաքականությունն առանց Աստծո։ Ինչ բարդ թեմա է այսի, հա։ Քաղաքականությունն առանց Աստծո։ Լսեք, քաղաքական ու պետական գործիչները մեր նման մարդիկ չեն, թե իրանց երակներում կապուտարուն է հոսում։ Լսեք, ամեն մարդ Աստծո կարիքն ունի։ Ինչի իրավաբանը իր գործի մեջ Աստծո կարիքը կունենա, բայց քաղաքական պետական գործիչը պիտի չունենա Աստծո կարիքը։ Ինչի մենք պիտի միշտ համակերպենք նրա հետ, որ ասենք քաղաքականությունը կեղտոտ ոլորտ է, քրիստոնյան Աստծուն ճանաչող մարդիկ էլ գործ չունեն դրա հետ։ Լսի, իսկ գուցե ինչ-որ մեկը կոչում ունի այդ բնակավարում։ Գուցե նա Աստծուց կանչված Դանիել է, Հովսեփ է, չէ՞։ Կան այդպես մարդիկ էլ կան, չէ՞, Աստված ունի, չէ՞։ Չէ՞ որ Աստված էլ է ուզում այդ երկիրը կառավարող, առաջնորդող, որոշումներ կայացնող մարդիկ, որ իր հետ կապ ունենան։ Իրանից իմաստություն ունենան։ Իրան խնդրեն, իր երեսը փնտրեն։ Գիտեք, սա աղոթքի թեմա է։ Աղոթքի թեմա է։ Մենք պետք է փափագենք, պետք է աղոթենք, պետք է ուզենանք նաև, որ այս բնակավարում Աստված ներկա լինի։ Որ այս բնակավարի մարդիկ նույնպես սիրտ ունենան Աստծուց հարցնելու, Աստծուն խնդրելու։ Գիտեք, մի քանի տարի առաջ էր, ես եւ կինս հնարավորություն ունեցանք Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Վաշինգտոնում մասնակցելու մի քանի տենց միջոցառումներ կան այնտեղ, որ իրար հետ տեղի ունենում։ Մեկը Վաշինգտոնի ազգային աղոթք նախաճաշն է, որտեղ հազարավոր Աստծո մարդիկ են հավաքվում, անգամ Միացյալ Նահանգների նախագահը, լուրջ դեմքեր, եկեղեցու ներկայացուցիչներ, հովիվներ, ավետարանիչներ եւ իրար հետ
Աստծո առաջ աղոթք են անում, կիսվում են վկայություններով, ուղերձներ լինում։ Լինում է նաև այսպիսի մի միջոցառում, որը կոչվում է աղոթքի եւ ապաշխարության համազգային հավաքույթ։ Եվ երբ որ մենք առաջին անգամ մասնակցում էինք դրան, ու ես ինչ տեսա այնտեղ, ես տեսա կոնգրեսի նախագահը, մոտ 50 սենատորներ եւ կոնգրեսականներ, հովիվների, ավետարանիչների, քրիստոնյա առաջնորդների հետ հավաքված Աստվածաշնչի թանգարանում, որը գեղեցկագույն ու սենց օրհնյալ մի վայր է, որտեղ Աստվածաշունչն է բարձրացված, Աստծո խոսքը։ Շատ խորհրդանշական վայրում է տեղի ունենում։ Մոտ 1000 հոգի հավաքված են այնտեղ, եւ նրանք ապաշխարում են իրանց ազգի մեջ կատարված չարությունների համար, աղոթում են, օրհնում են։ Ու երբ որ այդ միջոցառման հիմնադիրը հովիվ Ջիմ Գարլոն նա Երևանի եկեղեցում ծառայել է, մենք լավ ընկերներ ենք, շատ լավ բարեկամներ ենք։ Եվ երբ որ զրուցում էինք, ասեց Արմեն, երբ որ ես գնացի, իմ սրտում որ ծնվել էր, որ սա տեղի ունենա Վաշինգտոնում, գնացի կոնգրեսի նախագահ Մայք Ջոնսոնի հետ հանդիպելու եւ ասեցի, այսպիսի բան կա սրտումս, ուզում եմ անենք, որպես աղոթքի հավաքույթ եւ շատ կուզենամ, որ կոնգրեսականներն էլ գան, դուք ներկա լինեք, իրար հետ աղոթենք։ Եվ Մայք Ջոնսոնը ասեց ինձ, ես մի նախապայման ունեմ։ Եթե դա կբավարարվի, ես եւ մեր ամբողջ թիմը կգանք այդ աղոթքին մասնակցելու։ Եվ ես ասում հարցրեցի, որն այդ նախապայմանը, ասեց, եթե դա չկոչվի միայն աղոթքի հավաքույթ, այլ կոչվի աղոթքի եւ ապաշխարության հավաքույթ, դա ասում է կոնգրեսի նախագահը, խոսնակը։ Եվ նա ասում է, որ մենք ոչ միայն պետք է աղոթենք, մենք այս ազգի մեջ չարություններ ունենք գործած Աստծո առաջ, որպես նաև պետական առաջնորդներ եւ որպես հոգեվոր առաջնորդներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ Աստծո առաջ կանգնելու եւ ապաշխարելու մեր ազգի համար։ Եվ հետո նոր աղոթելու, օրհնելու, բարեխոսելու։ Ու ես իմ սրտի մեջ այնց մտավ, իմ համար էսի այնքան թանկ ու գեղեցիկ մի բան էր Աստծո առաջ, որ կարող են պետական առաջնորդները նույնպես հասկանան, որ ինչքան մենք Աստծո կարիքը ունենք մեր երկիրը առաջնորդելու, մեր երկիրը կառուցելու գործում, որ բաներ կա, որ պիտի ապաշխարենք մեր Աստծո առաջ։ Բաներ կա, մեր ճանապարհները պիտի փոխենք։ Գործեր կա, որոնցից պիտի հրաժարվենք։ Օրենքներ ու որոշումներ կա, որոնք պիտի կայացնենք։ Եվ աղոթք կա, որ պիտի բարձրացնենք մեր ազգի համար օրհնելով այն։ Ու ես այնքան ուժեղ է, որ սրտումս մի երազանք ծնվեց այդ ժամանակ։ Երազանք ծնվեց, որ Հայաստանում էլ կգա մի ժամանակ, որ երբ որ մենք կհայտարարենք համազգային աղոթքի եւ ապաշխարության օր, այնտեղ չեն լինի միայն հովիվներ, ավետարանիչներ եւ հավատացյալ ժողովուրդ, այնտեղ կլինեն ամենատարբեր բնագավառների ներկայացնող մարդիկ, այդ թվում նաև պետական ու քաղաքական ոլորտի մարդիկ, որոնք չեն քաշվի Հիսուսի անունից, որոնք չեն քաշվի ապաշխարելուց, չեն քաշվի աղոթելուց, որոնք պատիվ կհամարեն, արտոնություն կհամարեն, որ կարան ամենակարող Աստծո Հիսուս Քրիստոսի երեսի առջև կանգնել եւ միաբան բարեխոսել իրանց ազգի համար։ Սա հրաշալի մի բան կարա լինի այս ազգի համար։ Գիտես, նրանք կառուցել են տարիներով, դա մի օրում չի ստեղծվել։ Նրանք ժառանգություն ունեն, որ իրանց հայրերը, նախահայրերը, հայրերը փոխանցել են ու իրանք այսօր դրա մեջ են։ Այսօր սիրելիներս, եթե մենք էլ աղոթենք, եթե մենք էլ Աստծուց խնդրենք, եթե մենք էլ օրհնենք այս ազգը, որ նրա մեջից էլի բարձրանան այդպիսի աստվածապաշտ մարդիկ, գիտես, շատ բաներ կարա փոխվի, շատ բաներ կարա տեղի ունենա։ Ամեն։ Եվ գիտեք, անցած նոյեմբերին էր, երբ որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին աղոթք նախաճաշը։ Սա ոնց որ երազանքի նման մի բան լիներ։ Գիտեք, ես շատ եմ ես այդ ոլորտի մեջ եմ այն առումով, որ հարաբերություններ կառուցելու մեջ եմ։ Ու ես մտածում եմ, ասում եմ, Տեր, երբ է գալու մեր երկրում, որ մենք էլ ունենանք, ոչ թե մենք գնանք Վաշինգտոնում ուղղակի մասնակցենք այդ մեծ ազգային աղոթ նախաճաշի, բան մեր երկրում ինչի չլինի դրանից, որ կարող են տարբեր ոլորտի մարդիկ հավաքվեն իրար հետ, տեսնեն Աստծո խոսքը ինչ է ասում։ Աղոթքով գան առաջ, Աստծո առաջ, օրհնեն Տիրոջը։
ու դա տեղի ունեցավ, բայց սա ընդամենը սկիզբն է, սիրելիներս։ Սա երազանքի սկիզբն է։ Աստված դեռ մեծ բաներ ունի անելու։ Աղոթքների մեջ լինենք, օրհնենք, ամեն, ու դա կտեսնենք դեռ մեր կյանքերում։ 6-րդը վերջին կետը, եւ ես կխնդրեմ, եթե կարելի է Փառաբանության խումբը, երկինքը առանց դժոխքի։ Սա վտանգներից վերջինն է, որը Ուիլյամ Բութը կանխատեսել էր 20-րդ դարի համար։ Ու գիտեք, սա ինչին է նման, սա նման է մի հատ խաղի, որտեղ ճակերտավոր ասած պարտվել չկա։ Երբ որ դու հանում ես դժոխքը, թողնում ես միայն երկինքը, ինչ էլ անի, ով ինչ էլ ոնց էլ լինի, վերջում պարտվել չկա, բոլորը գնում են երկինք։ Դուք նկատել եք ֆիլմերի միջոցով, գրականության շատ բաների միջոցով, այսօր այս գաղափարը մտցվում է, որ միայն երկինք կա, ով մահանում է գնում է երկինք։ Բայց իրականում մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորացնում էր, որ կա երկինք, բայց կա նաև դժոխք։ Ու իր զոհաբերության մեծագույն նպատակը միսիան հենց դրա մեջ էր, որ իրան ընդունողները եւ իրան հավատացողները իր զոհի շնորհիվ չգնան դժոխք, չգնան հավիտենական կորուստ, այլ գնան երկինք եւ ունենան հավիտենական կյանք։ Եվ գիտես, երբ որ դժոխքը չկա, ապա ինչի համար Հիսուսը իր կյանքը զոհեց։ Բայց երբ որ դու հասկանում ես ինչ ահավոր բանից Տերը ինձ ու քեզ ազատեց, որ այդ խաչը մեր տեղն էր, բայց ինքը մեր փոխարեն հանձն առավ խաչը ու իր արյունը թափեց, գիտես սիրտդ փխլվում է Աստծո առաջ, սիրտդ փխլվում է Հիսուսի առաջ, ասում ես Տեր, ես պետք է լինեի այստեղ, ես պիտի դատվեի, ես դժոխքի էի արժանի, հավիտենական կորուստի, բայց դու իմ փոխարեն զոհեցիր, արյունը տվեցիր, ինձ գնեցիր։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս, եկեք երկրպագությամբ գանք Տիրոջ առջև, երկրպագենք նրա համար, որ երկինքը մերն է, հավիտենական կյանքը մերն է, որ Տերը լուծեց դժոխքի եւ մահվան հարցերը մեր կյանքում, որ նա մեզ ազատեց, որ նա ասեց ապրիր, ապրիր, եկել եմ, որ կյանք ունենաս եւ էլ ավելին ունենաս։ Օրհնում ենք քեզ Հիսուս, այնքան շնորհակալ ենք մեր բարի հովիվ, շնորհակալ ենք Տեր այն ամենի համար, ինչ որ դու արել ես մեր կյանքերում։